Մինչև մարզում ինչ իրավիճակ։ Ինչ նկատի ունեմ։ Չկա այդպիսի բան։ Մոտորերս երբ։ Մոտորերս, մոտավորապես մեկ ամի լինի 2 շաբաթ առաջ, անգամ մեր ստոպանակելան մեր ներողություն։ Նկատի ունի սահմանային իրավիճակը պարոն Սարգսյան, ութում բնակիչներն են հարցեր սոտքում, այո, տրակում են մարդիկ, նաև հաղթի մեջ են։ Ինչ իրավիճակ է, դու գնացել եք, տեսել եք ինչ իրավիճակ է։ Ես գնացել եմ, ամեն ինչ խաղաղ է, ոչ մի տագնապային որևէ բան չկա։ Լսվել են կրակոցներ, պարզ չի եղել այդ ժամանակ, թե որ կողմից է եղել կրակոցները։ Բնակիչները այդպիսի ձայներ լսել էին, մենք էլ դրա մասին ասել էինք, որ լսվել են ձայներ, բայց որևէ այլ բան չկա։ Իսկ փորձել եք բացել թիրախային յուղի թիվությամբ են կրակում, յուղի մեջ են կրակում, քաղաքական օդ են կրակում, միջդիրքային հատվածում։ Խնդրում եմ այդ բոլոր հարցերը ուղղել Պաշտպանության նախարարությանը, Պաշտպանության նախարարությունը կպատասխանի։ Իսկ այդ գրավությունների հետևանքով պարոն Սարգսյան սոտքի հանքավայրի բնականon աշխատանքը արդյոք խաթարվել է, թե շարունակում են։ Ոչ որևէ այդպիսի բան չկա, սոտքի հանքավայրը իր բնականon ունով ու աշխատանքները կազմակերպում են։ Որևէ դադար այդ առումով չի եղել։ Որպես մարզի մարզվեց, արդյոք ձեզ տարօրինում է անհարց, որ ադրբեջանցիները մինչև օրս զավթած են անում գեղարքների մասը շարժվածներ և նրանք հետ վերադարձի պահանջ Հայաստանի իշխանությունների կողմից չեն տեսնում և որը ամրագրված չէ նաև խաղաղության պայմանագրում։ Ուզում եմ ձեր դիտարկմանը չհամաձայնվել, որ Հայաստանի իշխանությունները այդպիսի հարց չեն բարձրացնում, չարաչար սխալվում եք ու բացի դրանից էլ մենք խոսել ենք բազմաթիվ անգամներ այդ մասին, որ սահմանազատման դեպքում այդ հարցերը կկարգավորվեն։ Ես այս բանին որևէ ժամկետներ չեմ կարող նշել։ Կոնկրետ այդ հարցերի մասով խնդրում եմ Պաշտպանության նախարարությանը դիմել։ Շատ լավ, ես ասում եմ դիմեք Պաշտպանության նախարարության։ Ես գիտեմ, խնդրում եմ դիմել Պաշտպանության նախարարության։ Գաղտնիք պահում, կաշկանդվում եք, նեղվում եք։ Ումից պետք է նեղվեն։ Ձեզանից ումից պետք է նեղվեն։ Հանրությունից չենք նեղվել, մենք ասել խնդրում եմ մի այդպես բանով ագրեսիայով, ագրեսիվի հետ, հա, խնդրում եմ հանգիստ, ավելի հանգիստ։ Մոտեք եք ավելի։ Ոչինչ, եկեք իմ կողքը կանոնից զերոցենք։ Ես ձեզ ասեցի, դիմեք Պաշտպանության նախարարությանը, ուրիշ հարց ունեք։ Նաև մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Մարտունի բժշկական կենտրոնի հետ կապված դուք կարծես թե դեմ եք գնում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ինչ լարված հարաբերություններ են ձեր միջև եւ ի վերջո բժշկական կենտրոնում հանձնեցին։ Բժշկական կենտրոնում հարցը արդեն իսկ կարգավորված է, ունի տնօրեն, որևէ լարվածություն նախարարի հետ չունեմ։ Հիվանդանոցի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը մի քանի անգամ չի կայացել, վերջին անգամ նշանակել են քննող խումբ, ունեցել ենք, ձևավորել ենք քննող խումբ, որի արդյունքում իմ լիազորությունների շրջանակներում նշանակել եմ բժշկական կենտրոնի տնօրեն։ Ես եմ շնորհակալ։